Դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանը ռուպորը ձեռը որ սկսել է խոսելը, դա հրահանգ ա եղել ամբողջ համակարգին։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի հետ բանավեճի բռնված, ապա բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով Նուբարաշենի բանտում 23 օր անցկացրած արցախցի Արթուր Օսիպյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջելով հերքել իր հասցեին արած արտահայտություններն ու ներողություն խնդրել։ Արցախցի գործիչը մասնավորապես պահանջում է, որ Փաշինյանն իր Facebook-յան էջում ներողություն խնդրի իրենից, մեջբերեմ համբալի մեկը Թալանչի անասուն, տականք եւ ստահակ անվանելու համար ու հերքի փախած եւ Թալանչի լինելու վերաբերյալ պնդումները։ Արթուր Օսիպյանը գլուխը պատին է ստովել Արթուր, գնալ զոհվել մեր երեխեքի տեղը։ Արթուր Օսիպյանն է, Թալանչի անասունն է։ Դատական համակարգի վրա վստահությունը իր արդարության վերաբերյալ զորոհի մոտ է ճիշտն ասած, բայց համենայն դեպս ինձ համար շատ կարևոր է, որ հասարակությունը, քանի որ լայն արձագանք հաստատել այս դատական պրոցեսները եւ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները իմ վերաբերյալ զրպարտանքները, որպեսզի հասարակությանը պարզ լինի, որ դա կեղծ է։ Ընտրություններից շաբաթներ առաջ Արաբկիրում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանն այդ օրը առավոտից էր հունից դուրս եկել։ Նախ 44-օրյա պատերազմից ի վեր եղբորից լուրջ ունեցող բժիշկ Արփինե Սողոյանի հետ վիճեց։ Նրա վրա բղավելով, քաշքշելով ու դիմադիր գործիչների հետ նույնականացնելով։ Վարչապետն ըստ էության չհանդարտվեց գրեթե ողջ օրվա ընթացքում եւ օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Արթուր Օսիպյանի հետ միջադեպը։ Նա որևէ վիրավորական արտահայտություն չանելով մոտեցել էր Փաշինյանին ու հարցեր ուղղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունների, Արցախի նախկին իշխանություններին ֆինանսավորելու մասին։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հունից դուրս եկավ, վիրավորանքների տեղատարապ սկսվեց, որը չավարտվեց նույնիսկ Օսիպյանին այդ տարածքից հեռացնելուց հետո։ Դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին եք խոսում, այդ տական, ինչի ես կենթանի։ Ժամեր անց իրավապահները որոշեցին ոչ թե վարչապետի գործողությունները քննել, այլ արցախցի գործչին մեղադրանք առաջադրել ու կալանավորել։ Ներողություն պահանջող Արթուր Օսիպյանը Նուբարաշենի բանտում հացադուլ հայտարարեց։ Նիկոլ Փաշինյանը սակայն անդրդվելի էր։ Օսիպյանի կյանքին վտանգ սպառնալու ահազանգերից հետո էլ վարչապետը ներողություն չխնդրեց։ Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Ինքը եւ պսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մեր նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այդ process-ը եւ Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ։ Կարող է հարցը շատ հեշտ փակեր։ Նույնիսկ չեմ ասում տենց ներողություն անպայման, ուղղակի ցույց տար, որ ինքը փոշմանած, Օսիպյանի խափանման միջոցը փոխեցին եւ ազատ արձակեցին ընտրություններից, նրա նկատմամբ ապօրինությունների մասին իրավապաշտպանների բարձրացրած աղմուկից ու Օսիպյանին ազատ արձակելու պահանջով քաղաքացիների ստորագրահավաքից հետո միայն։ Նա դադարեցրեց հացադուլը եւ այժմ իրավական ճանապարհով է փորձում վերականգնել իր արժանապատվությանը հասցրած վնասը։ 44-օրյա պատերազմի մասնակցած 41-ամյա տղամարդն ընդգծում է, եթե ինքը դասալիկ է, թող իր դեմ այդ հոդվածով գործառույցեին։ Եթե ես փախած եմ, դա դասալիքություն է, դասալիքությունը դա քրեական պատժելի հանցագործություն է, ապա ինչու չի քրեական վարույթ այդ հարցով նախաձեռնված։ Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանից նաև խորհրդանշանական փոխհատուցում է պահանջում 1 դրամ։ Սա արժանապատվության հարց է եւ ստեղ գումարի խնդիր չկա։ Այդ 1 դրամով ես ուղղակի սիմվոլիկ եմ պահանջել, ասեցի ինչի համար։ Իր դեմ հարուցված քրեական գործը, որն արդեն դատաքննության փուլ է հասել, Արթուր Օսիպյանն աբսուրդային է որակում։ Պնդում է, իր իրավունքները պաշտպանելու համար պատրաստ է մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնել։ Ուրեմն ոստիկանների ցուցմունքները ինչպիսին են։ Հայհոյ անքերել, բայց ինչա հայհոյել, չգիտեմ ինչա հայհոյել։ Ուղղակի կարակն ընկած հրաման են կատարում ու բերել հասցրել մի հատ աբսուրդի։ Ուղղակի երբ որ տրամադրություն չլինում, ես ընթերցում եմ, այնքանով եմ որ ասում եմ ճիշտը խնդալու, ղժալու համար։ Ու ասում եմ մեկնաբանությունները ու հիմքերը ասում են դու մոտեցել ես վարչապետին նախորոք պատրաստված հարցերով։ Բնականաբար։ Դատական գործերի դատալեքս համակարգում նրան առաջադրված մեղադրանքի մասին շատ մանրամասներ չկան։ Մեղադրական եզրակացության համառոտ նկարագրությունում հիշատակել են մարտի 22-ի նրա արած Facebook-յան գրառումը։ Վարչապետ Փաշինյանի մետրոյում արցախցի կնոջ հետ աղմկահարույց միջադեպից հետո Օսիպյանը մեկ ու մյուսի հետևից վրդովված գրառումներ է արել։ Իրավապահները մասնավորապես հիշատակում են այն գրառումը, որտեղ նա պնդելով թե Փաշինյանը չի կարողանա կարևոր հարցերից խուսափել, գրել է մեջբերեմ,
ողնաշարդ կջարդեմ անասուն։ Նա անվանարկել է, վարկաբեկել, զրպարտել է եւ պետք է հերքում տա։ Օսիպյանի հայցադիմումը Փաշինյանի դեմ վերջին շրջանում ներկայացված միակ այսպիսի գործը չէ։ Վարչապետի նախկին թիմակից Սոֆիա Հովսեփյանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, քաղաքացի Լուսինե Ավագյանը դատի են տվել Նիկոլ Փաշինյանին, պահանջելով հերքել պնդումը, թե ընդդիմությանը ձայնված քաղաքացիները կաշառք են վերցրել։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Ես անձնապես պատասխանատվություն ստանձնում հանրայնորեն ասելու, որ ես ոչ կաշառք եմ վերցրել եւ ոչ էլ կաշառք եմ տվել որևէ մեկին ընտրություն կատարելու համար։ Ներողություն խնդրելու եւ իր պնդումները հերքելու հայց է ներկայացրել նաեւ նախկին падգամավոր Զարուհի Պոստանջյանը։ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը նրան մեջբերեմ ծախված էր անվանել։ Փաշինյանին դատի է տվել նաեւ կալանավորված Գագիկ Ծառուկյանը։ ՎՀԿ առաջնորդը պահանջում է հերքել վարչապետի իր մասին ասված խոսքերը։ Փաշինյանը Ծառուկյանին հանցագործ, շպիոն, գործակալ է անվանել։ Փաշինյանը հետ չի մնում։ Նա էլ իր հերթին վերջին ամիսներին 5 հայցադիմում է ներկայացրել դատարան։ Վարչապետը Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանից, իր նախկին թիմակից Սոֆիա Հովսեփյանից պահանջում է հերքել ընտրությունները կեղծելու մասին պնդումներն ու ներողություն խնդրել։ Նիկոլ Փաշինյանը նաև ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանին է դատի տվել, պահանջելով հերքել իր այն հայտարարությունը, թե ինքը Կանադայում տուն ունի։ Փաշինյանը նաև Սամվել Կարապետյանի առաջնորդած կուսակցության դեմ է հայց ներկայացրել, պահանջելով հերքել տեղեկությունը, թե ինքը հաստատել է, որ 300,000 ադրբեջանցի է Հայաստան բերելու։ Հերքման պահանջով Փաշինյանն ավելի վաղ Սամվել Կարապետյանի դեմ մեկ այլ հայց էր ներկայացրել։ Պատճառը գործարարի հայտարարությունն էր, թե վարչապետը Չինաստանից հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է գնել։ Այս բոլոր հայցադիմումները դատարանները վարույթ են ընդունել։